Կես տարի հայ գերիները արտաքին աշխարհից ամբողջովին մեկուսացած, կապից կտրված մնացին։ 6-ամսյա բլոկադան Կարմիր խաչի միջազգային պատվիրակությունը միայն 3 եւ դրան նախորդած օրն է հաղթահարել, հունիսից հետո առաջին անգամ տեսակցելով Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերին։ Այս այցը եղել է հենց մեր կազմակերպության կազմակերպված այց, որը ուղղակիորեն Ժնևայի գլխավոր մեր գլխամասից կազմակերպվել է թիմը պատվիրակների, մեկնել է Ադրբեջան եւ տեսակցել է այնտեղ բոլոր հայ անձանց, որոնց մենք նախկինում եւս տեսակցել ենք։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այլ չունի ֆիզիկական ներկայություն Ադրբեջանում, սակայն մենք մեր կազմակերպությունը շարունակել է որոշակի երկխոսություն Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ ուղղությամբ որ կարողանանք որոշակի մարդասիրական հարցերով շարունակենք աշխատել։ Միջազգային մարդասիրական միակ կազմակերպությունը Բաքվում էր Ալիևը հայ ռազմագերիներին, հատկապես Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը խոշտանգում էր։ Ավելի ուշ գլխի ընկան մարդասերներն Ադրբեջանում ընդհանրապես պետք է տեղ չունենան։ Երկրի կառավարությունը Կարմիր խաչի պատվիրակներին վտարելու որոշում ընդունեց, դեպորտը սեպտեմբերին խփեց։ Զնդանում կալանած անզեն հայերի հետ մնացին մենակ, եւ ինչպես այդ ընթացքում ահազանգում էին իրավապաշտպանները, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող հայերին խոշտանգելու վերաբերյալ մտահոգություններն ահագնացան, ինչպես են նրանք հիմա Կարմիր խաչի մարդասերների վերջին այցելությունից կես տարի անց։ Ժամը հարցնում է միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի պաշտոնյային։ Բովանդակային մասով մենք չենք հրապարակում մանրամասներ, այսինքն կարող ենք մենք հաստատել, որ իհարկե մեր թիմը գնահատել է պայմանները պահման, ինչպես սովորաբար համաձայն ընդհանրակարգերի առանձնազրույցներ ունեցել յուրաքանչյուր անձի հետ, սակայն այլ մանրամասներ չեն կարող հաղորդել, որոնք վերաբերում են հենց բովանդակության տեսակցությունների, որովհետև դա սովորաբար չի հաղորդվում։ Առողջական հարցեր եղել են ուշադրության կենտրոնում, բժիշկ էր նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թիմից նաև ներկա եղել է այս տեսակցությունների ընթացքում։ Ընտանիքների կողմից ծանրոցներ Բաքու չեն հասցրել Կարմիր խաչի պատվիրակները, փոխարենը ռազմագերիներից լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի փաստաբանն է հայտնում, սնունդ, ծխախոտ եւ անձնական իրեր են տրամադրել մարդասերները։ Վիգենը նաև տուն է զանգահարել, երկար սպասված զանգը փոքրինչ մխիթարել է ընտանիքին։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ հաշվի առնելով վերջին ամիսների հրապարակայնորեն արտահայտված մտավախությունները եւ Հայաստանից եւ տարբեր այլ միջազգային գործընկերների կողմից, սա շատ հեշտ լծակ է ինչ-որ չափով փառատելու այս մտավախությունները, ասելով, որ տեսնում եք, այցելություններ կան եւ որևէ խոչընդոտ չկա։ Սա, այո, Ադրբեջանի ընդհանուր կարող ենք դիտարկել ընդհանուր ձևական մոտեցում ցույց տալու քաղաքականության մեջ, բայց նաեւ հետո օգտագործելու իրեն, ցույց տալու, որ կամ հերքելու որոշ մտավախություններ, որ ունեն ընտանիքները կամ փաստաբանները կամ միջազգային կազմակերպությունները։ Միջազգային ճնշումը Բաքվի բռնապետին ստիպեց շուրջ կես տարի անց Կարմիր խաչի պատվիրակների առաջ կանաչ լույս վառել, ընդգծում է իրավապաշտպանը։ Մարդասերները նորից կայցելեն գերեվարված հայերին, կառույցից հայտնում են, պատրաստ են, հույս ունեն հնարավորություն դարձյալ կունենան։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։